Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները եւ հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով։ Ռուսաստանը վերադարձրել է պատերազմում զոհված ևս 1200 ուկրաինացիների մարմիններ, որի արդյունքում հայրենադարձված մարմինների ընդհանուր թիվը հասել է ավելի քան 4800-ի։ Հունիսի 9-ին Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել էր 25 տարեկանից փոքր ռուս զինծառայողների առաջին խումբը։ Լոս Անջելեսի կենտրոն ծովային հետևակի ժամանման ֆոնին ողջ Ամերիկայի տարածքում կազմակերպվել են բողոքի ցույցեր ոչ մի թագավոր խորագրով։ Խոշոր հանրահավաքներ են նախատեսված ԱՄՆ բոլոր 50 նահանգների ավելի քան 2000 քաղաքներում եւ գյուղերում, ինչպես նաեւ աշխարհի տարբեր անկյուններում։ Ցուցարարներին հունից հանել էր Վաշինգտոնում ԱՄՆ բանակի հիմնադրման 250-ամյակին նվիրված զանգվածային ռազմական շքերթը, որը համընկել էր Դոնալդ Թրամփի 79-ամյակի հետ։ Սվետլանա Թորոսյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։